Բարև ձեզ, Ալֆա Նյուզի տաղավարում այսօր զրուցելու եմ բնական մենաշնորհների կարգավորման բազմամյա փորձ ունեցող տնտեսագիտության թեկնածու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով նախկին տնօրեն Արմեն Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես, 7.5 ամիս է, ինչ հեծի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել իշխող ուժից Ռոմանոս Պետրոսյանը։ Ձեր ուսումնասիրությունները այս ժամանակահատվածում ինչ են ցույց տվել։ Սպառողների, սպասարկման, առհասարակ ընկերության վիճակը ինչպիսին է, բարելավել է, թե հակառակ պատկերն է։ Շնորհակալություն հարցի համար։ Նայեք, եթե նույնիսկ նայենք հրապարակային ինֆորմացիային, որը հրապարակված է բոլորը ունենք, սպասարկման որակը կտրուկ վատթարացել է, ընդ որում դա վատթարացել է հենց այդ 7 ամսվա ընթացքում շուրջ 40%-ով անջատումների քանակը ավելացել է։ Դա շատ վատ ցուցանիշ է, ընդ որում ցուցանիշ, որը ոչ մենակ Երևան քաղաքի, այլ ամբողջ հանրապետության վրա է կատարվում, որտեղ եթե նայենք կոնկրետ օղակներում, օրինակ հայտնի է Էրեբունի թաղամասի, այդ նոր տարյա էպոպեյան, դա շատ լուրջ վատթարացում է իրանից պարունակում եւ ժամանակավոր կառավարիչները փորձում են շփոթության ենթարկել մեր հասարակությանը, այլ գործակից կիրառելով, ասելով, որ այո, դրանք շատացել են 40%, բայց չէ, որ քչացել է այդ վթարների ժամկետը, շտկման ժամկետը, դա իսկապես մանիպուլյացիա է, քանի որ խնձորը տանձի հետ համեմատելով բալ են ստանում, որը իրական այն մարդկանց, որոնք իսկապես հոսանքազրկումների քանակին տուժել են, ոչ մի էական բան դա չի իրանց բերում։ Այսինքն արդյունավետ կառավարում չի իրականացվում, հիմա հեծում։ Արդյունավետ կառավարում որպեսզի դիտարկել, դա պետք է նայել ամբողջ մի ամբողջություն, ոչ միայն անջատումների քանակը, այլ նաև ընկերության ֆինանսական վիճակը, ընկերության ներդրումների վիճակը, ինչ տեմպերով են կատարվում, որտեղ են կատարվում, որի մասին կարելի է հստակ ասել արդեն երբ որ տարեկան արդյունքները ընկերությունը կհրապարակի։ Մենք դեռ կգանք իհարկե ներդրումների քանակին եւ ֆինանսական վիճակին ընկերության, բայց ես հիշում եմ, երբ հեծի դեմ վարույթ էին նախաձեռնել, նշում էին, որ օրինակ վթարների քանակը ավելացել է, որ մաշված են ենթակառուցվածքները եւ այսպիսի բազմաթիվ հիմնավորումներ էին ներկայացնում։ Հիմա այս ժամանակահատվածում, այս 7.5 ամիսը ձեզ ինչ է ցույց տվել, արդյոք այս ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, թե սրանք պարզապես քաղաքական հայտարարություններ էին, քաղաքական գործընթաց սկսելու տնտեսականի պատրվակի տակ։ Տեսեք, շատ լավ հարց տվեցիք։ Նախ եթե անդրադառնանք այն մեղադրանքներին, առաջի այդ հայտնի 9 կետերը, որով երկիրը սկսեց վարույթ ընկերության հանդեպ, այդ 9 կետերից, որի մեջ կային անջատումների քանակ եւ այլ չարաշահում, 9 կետերից գրեթե ընդամենը 2 կետ էին վերջնական հանձնաժողովի որոշման մեջ մտել, որոնք անջատումների հետ որևէ կապ չունեին, ընդ որում այդ հայտնի նախանցած տարվա անջատումները, օպերային բալետի անջատումները, Երևանի կենտրոնի անջատումները բոլորը հերկվեցին, այսինքն դա հստակ սահմանվեց, որ դա ոչ թե հեծի լավ կամ վատ աշխատանքի հետևանքով էր, այլ շուկայի մասնակիցների, էներգետիկ շուկայի մասնակիցների այլ օղակների հետևանքով էր առաջացել։ Եվ գիտեք, հետաքրքիրը ինչու՞մ էր, օրինակ իմ պատկերացմամբ, ես Հայաստանում երբ որ դիտարկում էի այդ ժամանակավոր կառավարիչ ներկայացնելը, ես հույս ունեի, որ ինչ որ կգան մասնագետներ, որոնք լուրջ փոփոխություններ կանեն, համակարգային փոփոխություններ կանեն։ Իրականում այս 7 ամսվա փորձը ցույց է տալի, որ ոչ մի համակարգային փոփոխություն չի կատարվել։ Նշանակվել են իրանց կուսակցության կողմից հովանավորվող մարդիկ, որոնք նույն համակարգերը, որոնք մենք ժամանակին դրել են, նույն համակարգերով աշխատում են։ Ու հասկանալի է, որ եթե նույն համակարգերով աշխատում ես եւ համապատասխան ներդրումներ չես կատարում եւ նաեւ ունես մասնագիտական թուլություն, ոչ մի բարելավման մասին խոսք լինել չի կարող։ Ռոմանոս Պետրոսյանը սիրում է խոսել գնումների գործընթացների մասին եւ նշել, որ հիմա այդ գործընթացները առավել թափանցիկ, ներառական եւ մրցակցային պայմաններում են իրականացնում։ Նախկինում էլ էր այսպես, այսինքն սա մանիպուլյացիան է հերթական իշխանության կողմից։ Տեսեք, ես նույնպես ուզում եմ մասնագիտական ավելի դաշտ տանեմ, նախ իհարկե
մեր Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում բոլոր ընկերությունների գնումները պարզ եւ թափանցիկ են։ Դա էներգետիկայի մասին օրենքի պահանջն է, դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջն է։ Բացի դրանից, արդեն վերջի 5 տարվա ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերի գնումների գործընթացը նույնպես պետության կողմից նշանակված տեխնիկական աուդիտի կողմից իրականացվում էր վերահսկողություն եւ այդ բոլոր գործընթացները եւ այդ վերահսկողությունները ցույց էին տալի, որ գնումների գործընթացը համապատասխանում են պետության կողմից սահմանված թափանցիկության երաշխիքներին։ Ինչ վերաբերվում է թվային առարկներին, ժամանակավոր կառավարիչը ասում է 2-ից ավել մասնակիցներ են եղել։ Նախ 2-ից ավել մասնակիցներ եղել են այն գնումների գործընթացին, որոնք կարելի է մատների վրա հաշվել, եւ երկրորդը, ես ուզում եմ նաեւ դա որպեսզի հանրությանը հասկանալի լինի, ընկերության գնումները դա զուտ մասնագիտական սարքավորումների եւ նյութերի հետ մենք գործ ունենք եւ այդտեղ չի կարող լինի հազարավոր արտադրողներ, հազարավոր ներկրողներ, դա միշտ եղել է սահմանափակ, որպեսզի ասածս ավելի հիմնավորեմ, եթե շատ թեթև նաև պետական գնումների գործընթացը, պետական գնումների գործընթացում նույն ձևի մոտարապես 80%-ում 2-ից պակաս մասնակիցներ են լինում։ Եվ դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որտեվ կան նաև մեխանիզմներ, նաև կա պետության կողմից մեխանիզմներ այդ գնումների գործընթացի արդյունավետությունը գնահատելու եւ եթե կարգավորող ոլորտ է, սակագնային համակարգում իրական շուկայական գները ներառելու մասով։ Պարոն Աշակյան, ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը օրեր առաջ հայտարարում էր, որ ՀԵՑ-ի ֆինանսատնտեսական վիճակը այս պահին գտնվում է կայուն եւ հուսալի վիճակում։ Դուք ինչպես եք գնահատում ձեր տվյալները, վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, ինչպիսին է հիմա ՀԵՑ-ի ֆինանսական դրությունը։ Տեսեք, լինելով 10 տարի ՀԵՑ-ի ֆինանսական տնօրեն, իհարկե մենք ստեղծել ենք այնպիսի համակարգեր, որ չէր կարելի նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում 7 ամսվա ընթացքում ընկերության վիճակը վատթարացնել այնպիսի վիճակի, որ խոսել արդեն կրիզիսի կամ ինչ-որ ճգնաժամի մասին։ Ընկերության վիճակը, այո, այս պահին կարելի է գնահատել որպես կայուն, բայց արդյոք դա 7 ամսվա ժամանակավոր կառավարիչի կառավարման արդյունքա, թե 10 տարվա, 15 տարվա արդյունքա, իհարկե հասկանալի է, որ դա երկարաժամկետ ճիշտ աշխատանքի արդյունք է։ Իսկ այն տենդենսները ես ինչ որ տեսնում եմ համակարգում ընդհանրապես պետությունում, որը գնում է ներդրումային քաղաքականության վատթարացման, որը գնում է ընկերության ռեյտինգի նվազեցման մասով, ես տեսնում եմ, որ տեսանալի ապագայում ցավոք սրտի մենք կունենանք որոշակի խնդիրներ, ընդ որում խնդիրներ ոչ մենակ էներգետիկայի բնագավառում այլայցում, այլ նաև պետության մեր տնտեսության մեջ, քանի որ օրինակ հենց վերցնենք ՀԵՑ-ի օրինակը, տեսեք, հենց պետությունը հայտարարեց այս գործընթացը, ազգայնացման գործընթացը հայտարարեց, միանգամից ռեյտինգային կազմակերպությունը միջազգային Հայաստանի Հանրապետությունում մենք միակ ընկերությունն ենք, որ ունենք ինվեստիցիոն ռեյտինգ ավելի բարձր, քան թե երկրի սուվերեն ռեյտինգը։ Միանգամից նվազեցրեց մեր ռեյտինգը։ Ոնց որ թե հասարակ մարդու համար հասկանալի մասով ասել, դա այս պահին ոչ մի բան չփոխեց, բայց ապագայում ընկերությունը ել չի կարա ներդրումներ ներգրավի միջազգային շուկայից զեղչերով կամ ավելի բարենպաստ տոկոսներով եւ ընդհանրապես այն երկրում, որտեղ խոշորագույն ընկերությունը բառը օգտագործենք խլվում է, ընդհանրապես այդ տնտեսությունը երկարաժամկետ մասով այդ ռիսկը եւ չի թույլ տալու լուրջ ներդրողներին, լուրջ ինվեստորներին ներդրումներ կատարել, որտեղ քանի որ ցանկացած լուրջ ինվեստոր մտածելու է, որ այս օրինակից ելնելով, որ վաղը մյուսօր կարող է նաեւ իր ստեղծված բիզնեսը, իր երկրի, որը ինքը բերեմ մեր երկրում տեղադրել է, խլվի։ Այս փուլում, պարոն Արշակյան, արդյունավետ ծախսերի մասին կարող եք խոսել։ Տեսեք, նախ կուզենայի անդրադառնալ այդ արդյունավետ եւ ոչ արդյունավետ ծախսերի մասով, որը ոչ Հայաստանից, բայց ուշադիր դիտում էի, այդ բոլոր հայտարարությունները, դրանք մի քիչ մարդուց ով հասկանում է կարգավորմանը ծիծաղելի է թվում, որտեվ ասեմ, ընկերությունը գտնվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խիղճ կարգավորման տակ։ Ինչ է դա նշանակում։
բոլոր ծախսերը, որոնք ներառվել են սակագնային մարժայում, ուսումնասիրվել են, ընդ որում ուսումնասիրվել են ոչ մենակ փաստացի կատարված, այլ միջազգային փորձ ունեցող ընկերությունների կողմից, ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից, այնուհետև ներառվել է ընկերության սակագնային մարժայում։ Այսինքն, այն բոլոր ծախսերը, որոնք այդ սակագնային մարժայից դուրս են, իրանք անարդյունավետ ասելով ընկերությանը անհրաժեշտ են, որտեղ ընկերությունը ունի վերջը սեփականատեր, սեփական ընկերությունա գործում է, բայց սպառողի կողմից չի փոխհատուցվում։ Եվ դրանց ասել, որ անարդյունավետ ծախս ա եղել, արդյունավետ ծախս ա եղել, առնվազն ծիծաղելի է։ Իսկ այն բոլոր ծախսերը, որոնք ներառվել են սակագնի մեջ, իհարկե արդյունավետ են, որտեղ անցել են արդյունավետության գնահատման բազմաշերտ միջոցառումներ։ Հա, արդեն խոսացինք տեխնիկական աուդիտ, հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգ եւ այստեղ փորձ անել մանիպուլյացիա անել, թե տեսեք այս ծախսերը լավն էին, թե այս ծախսերը վատն էին, դրա իրական ցուցանիշը նորից եմ կրկնում, դա միջազգային կազմակերպությունների կողմից վստահությունն է, որը կար Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից։ Հասկանում եք, դրա ամենակարևորագույն ցուցանիշներից մեկը նաև այդ Moody's ընկերության կողմից ինվեստիցիոն ռեյտինգն էր, որը երկրի ռեյտինգից ավելի բարձր էր։ Մնացածը քաղաքական կամ ոչ քաղաքական ինչ-որ մանիպուլյացիաների հետևանքներ են։ Պարոն Արշակյան, թե Ռոմանոս Պետրոսյանը, թե նաև Նիկոլ Փաշինյանը խոսում էին, որ խնայողությունների հաշվին այս ամիսների ընթացքում ավելի քան 21 միլիոն դոլարի վարկերի մայր գումարներ են մարել։ Այս հայտարարությունը հունվար ամսին էր եղել, եթե ես չեմ սխալվում, եւ այն ժամանակ ասվում էր, որ հեծը ծանրաբեռնված էր 396 միլիոն դոլարի հասնող վարկային պարտավորություններով եւ այդ պահին եղած տվյալով այդ թիվը արդեն հասել էր 368 միլիոնի։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Տեսեք, նախ ծանրաբեռնվածության մասին, հա, եթե մենք ավելի խոսենք, ոչ մի ընկերություն, ընդհանրապես ոչ մենակ Հայաստանում, այլ միջազգային փորձը ցույց են տալի, չեն տա նոր վարկ, եթե դու ունես ծանրաբեռնվածություն կամ այսինքն կա վտանգ, որ դու չես կարողանա այդ վարկը սպասարկես եւ մարես։ Դրա համար երբ որ խոսում ես, թե վարկերը շատ են, թե քիչ են, դա պետք է տնտեսագետները, հա, մասնագետները պետք է խոսան որոշակի չափորոշիչներից ելնելով։ Ուրեմն մեր ընկերությունը 2015 թվականից երբ որ առաջի վարկերը վերցրեց միջազգային կորպորացիաների կողմից, երբևիցե այդ ցուցանիշները, այսինքն վարկի մարման ունակություն, իրացվելիություն երբևիցե չի խախտվել։ Դա մեկ։ Երկրորդը այն հայտարարությունը, թե իրանք խնայողության հաշվին են արել, գիտեք ոնց է, կարելի է ընդհանրապես ոչ մի բան չանել, որ մենք ունեցանք 2025 թվականին, այսինքն ներդրումների նվազման խայտառակ ցածր մակարդակ։ Եվ այդ խնայողություններով վարկեր մալեր, ընդ որում իմ եղած տվյալներով մարվել են այն վարկերը, որոնք ավելի քիչ տոկոսադրույք ունեին, քան թե վարկեր, որոնք պետքա մնային։ Ինչևէ, այդ ամբողջ գործընթացը պետք է մասնագիտական ցուցանիշներով նայել։ Իմ կարծիքով ճիշտ չի, որ դրա մասին խոսում են ոչ մասնագետները եւ փորձում մոլորությանը, հասարակությանը մոլորությանը ենթարկել։ Կուզենայի նաեւ նշել, ես վերջերս հայտարարություն լսեցի էլի ժամանակավոր կառավարիչներից, որ առաջի անգամ վարկերը մարվել են սեփական միջոցներով, իսկ նախկինում վարկերը մարվել են նոր վարկ վեկալելով։ Նախ միջազգային նույնիսկ թեթև տնտեսական գրագիտություն ունեցող մարդը հասկանում է, որ ոչ մի վարկային պայմանագիր իր մեջ չի կարող պարունակի վարկ վերցնել, որ վարկ մարել։ Դա պիրամիդա է։ Գլուխ գովալ, որ վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վարկային պարտավորություններ են մարվել, դա ինչ ասեմ, դա ոնց որ գլուխ գովաց, որ ամեն օր շնչում ես։ Հիմա այդ ներդրումների մասին 2025 թվականի համար հեծի հաստատված ներդրումների չափը 47.6 միլիարդ դրամ էր։ Օրեր առաջ, երբ մամուլի ասուլիս էր հրավիրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, նշել էր, որ 2025 թվականին Հայաստանի էներգետիկ համակարգում արվել է 37 միլիարդի չափով ներդրում։ Ինչու չի կատարվել այս ներդրումային ծրագիրը ամբողջությամբ։ Այն պահին, երբ որ ժամանակավոր կառավարիչը նշանակվեց, հա, այսինքն հուլիսի կեսերին,
արդեն ամբողջովին մեր ներդրումային ծրագիրը կազմված էր եւ հաստատված էր, ներդրումային ծրագրից բխող բոլոր գնման գործընթացները կատարված էին, ավելին բոլոր պայմանագրերի երևի շուրջ 90%-ը ստորագրված էր եւ ապրանքների 80%-ը արդեն մատակարարված էր ընկերությանը եւ այդ պայմաններում չկարողանալ ապահովել ներդրումների սահմանված մակարդակը, խոսում է նաեւ որոշակի կազմակերպչական ունակությունների մասով, մասին է երկը բացակայության մասին, որը ընդ որում կտա իր բացասական հետևանքները շատ շուտ, որտեղ առանց ներդրումների դու չես կարող քո ծառայությունների որակը լավացնես, դա ակնհայտ է։ Նույնիսկ իրանք են հայտարարում, որ հնացած սարքավորումները շատ են, ենթակայանները շատ են, ենթակառուցվածքները շատ են, այդ հնացած ենթակառուցվածքներն են, այո, ներդրումներ պահանջում, որ պետք է անես, դա մեկ եւ երկրորդը սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանությունը պարունակում է հետեւյալ դրույթ, որ եթե դու ներդրում չես անում կամ քիչ ես անում, հետագայում քո սակագնային մարժան նվազում է, իսկ ինչ է նշանակում նվազել, դա նշանակում է, որ ընկերությունը ունակություն չի ունենա գեներացնել համապատասխան դրամական հոսքեր, որ կատարի նույն քանակի ներդրումներ եւ նաեւ ապահովի նորմալ շահագործումը։ Դրա մասին է պետք նախ առաջի հերթին խոսել եւ երկրորդը նորից եմ ասում, տնտեսել պետք է հասկանալ ինչ տնտեսման մասին է խոսքը գնում։ Հա, կարելի է ընդհանրապես ոչ մի բան չանել եւ ունենալ մեծ տնտեսում, բայց դա կտևի շատ կարճ ժամանակ, ընկերությունը կկորցնի իր ֆինանսական կայունությունը, ընկերությունը կկորցնի այն մակարդակը շահագործման, որը ունեցել է, իր համապատասխան հետևանքներով։ 2025 թվականի մայիսին Հայաստան ռեալական ցանցերը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներդրումային ծրագիրը 2025-ի ավելացնելու 47 միլիարդից դարձնելով շուրջ 53 միլիարդ դրամ, ընդ որում ներդրումային ծրագիրը անցել էր բազմակի քննարկումներ, ինչպես նախարարությունում, այնպես է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, բայց մեզ անհասկանալի պատճառով մերժվեց, բայց նույնիսկ այս պարագայում, երբ որ գործող 47 միլիարդ ներդրումային ծրագիր պետք է կատարվել ընկերությունը 2025 թվականի արդյունքներում արձանագրել է ընդամենը 26 միլիարդ դրամի ներդրում, որը խայտարակ ցածր ցուցանիշ է վերջի 5 տարվա ընթացքում, վերջի 5 տարիների ընթացքում մենք 35 միլիարդից պակաս երբևիցե ներդրում չեն կարել, իսկ եղել է տարիներ, որ ներդրումները գերազանցել են նույնիսկ 50 միլիարդ դրամը, իսկ մամուլում եւ հարցազրույցներում հնչեցվող այդ 37 միլիարդ ներդրումային ծրագիրը ես չգիտեմ որտեղից են վերցվել, կա օֆիցիալ ընկերության կողմից հրապարակված տեղեկատվություն իր կատարված ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Պարոն Արշակյան, Ռոմանոս Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում ասում էր, որ որոշ վճարներ էական նվազեցնելու են եւ վառ օրինակը բերում էր, որ նոր բաժանորդ դառնալու դեպքում 30-ից 40%-ով նվազեցնելու են այդ վճարը։ Լավ թիվ է, ճոխ թիվ է հնչում, բայց արդյոք իրականության հետ կապ ունի։ Տեսեք, կուզենայի ավելի մանրամասն նոր միացումների մասին մի քիչ անդրադառնանք, քանի որ այստեղ նույնպես ոնց որ թե հասարակության մոլորեցման համար ոնց որ գործընթացներ եմ ես տեսնում, որտեվ նախ երբևիցե ընկերությունը չի որոշում իշկանալնելու բաժանորդներին ցանցին միացման վճարները։ Դա համաձայն էներգետիկայի մասին օրենքի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունն է։ Եվ 2-3 տարի առաջ, հա, թեպետ ընկերության մասնագետները հնչեցնում են հիմա, որ ընկերությունն է բարձրացրել, ոչ, դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն է եղել անգամներով բարձրացնել այդ վճարները։ Ընդհանրապես բոլոր երկրները իրենք են որոշում այդ վճարների որ մասն է փոխհատուցվելու հենց այդ նոր միացվող բաժանորդների կողմից, որ մասն է փոխհատուցվելու այդ երկրի բոլոր բաժանորդների կողմից։ Եւ եթե հիմա կա հնարավորություն, ես չեմ ուզում այդ մանրամասնությունները դերևս հրապարակված չի հասկանալ այդ 30%, 40%-ը ինչ կանա, եթե կա հնարավորություն նվազեցնել այդ վճարը, ավելի ճիշտ կլներ նվազեցնել այդ համամասնությունը, որ հիմա կա։ Հիմիկվա միջինացված համամասնությունը հետևյալն է, որ եթե նոր բաժանորդների կողմից այդ վճարվող վճարը փակում է այդ նոր միացման վճարի ընդամենը 70%-ը,
Մնացած 30%-ը մտնում է սակագնային մարժայի մեջ որպես ներդրում եւ վճարում ենք մենք բոլորս։ Եթե ավելի պարզեցված ասեմ, սահմանին ապրող թոշակառու տատիկ վճարում է էլեկտրաէներգիան վճարելով քաղաքի կենտրոնում շենքեր շինարարություն անող ընկերության համար, որը չեմ կարծում, որ արդյունավետ է եւ արդարացի է։ Եվ բացի դրանից, եթե պետությունը կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանկություն ունի որոշակի թեթևացնել այդ վճարները, ապա Երևան քաղաքում այդ վճարների շուրջ 20%-ը կազմում են քաղաքապետարանի կողմից շինթույլտվության համար գանձվող վճարները։ Եվ շատ լավ կարան քաղաքապետարանի հետ խոսալով այդ որոշումը, որը իմ կարծիքով ոչ արդյունավետ որոշում էր, որոշումը չեղարկել եւ դրանով ավտոմատ վճարների 20%-ով կնվազեցվի, բայց ոչ, նորից եմ կրկնում, սակագնի հաշվին, ոչ այն 30% վճարը դնելով բոլոր մեր բաժանորդների վրա։ Եվ ամփոփելով մեր զրույցը, Ռոմանոս Պետրոսյանը նաև հունվարին հայտարարել էր, որ հեծը վճարել է մոտ 63.7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր։ Պարոն Արշակյան, ինչի հաշվին է այս հարկերի ավելացումը։ Տեսեք, նախ ուզում եմ օֆիցիալ հայտարարեմ, որ մեր կառավարման ժամանակից, ես 2015 թվականից մեր ընկերությունը բոլոր անհրաժեշտ հարկերը եւ տուրքերը պետության վճարել է, դրա մասին է խոսում նաեւ հարկային ստուգումները, որոնք մեր մոտ եղել են, եւ մեր հարկային ստուգումները միշտ ավարտվել են զրոյական արդյունքով, այսինքն ոչ մի չարաշահում չի դիտարկվել։ Իսկ մեր այս կոնկրետ դեպքում ինչի հաշվին ա եղել, դա շատ պարզ է բոլոր մասնագետների համար, ընկերությունը չի արել ներդրումներ, իր ընկերության մոտ չի առաջացել նվազեցվող ավելացված արժեքի հարկ եւ ավելացված արժեքի հարկը ամբողջովին ավելացել է եւ վճարվել է բյուջե։ Դա գլուխ գովալ դրա մասով չեմ կարծում, որ ճիշտ է, դա նույն բանն է, եթե այդպես հասարակ բառերով ասել, որ ընտանիքի ղեկավարը գլուխ գովալ, որ այս տարի հեռախոսով ավելի շատ է խոսացել, քան թե անցած տարի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով նախկին տնօրեն Արմեն Արշակյանի հետ։